Ողջույն, եթերում է Նժարի ուժը ոդկասթը եւ այսօրվա այն հյուրը մի յուրահատուկ մարդ է, որը մի քանի արժանինքներով է առանձնանում, առաջինը երիտասարդ է, երկրորդը վերլուծական միտք ունի, բավարարություն ունի եւ չի վախենում խոսել։ Սա այն բացառիկ դեպքերից է, երբ որ երիտասարդները, որոնք շատ հաճախ ասում են, որ ոչինչով հետաքրքրված չեն, բանձնում որ մարդ կա, որ ոչ միայն հետաքրքրված է, այլ նաեւ տրանսլյացիա անում, այսինքն տարածում իր միտքն ու գաղափարը, եւ դա Սամվելի Աշոտյանն է։ Շնորհակալ եմ Սամվել ջան, որ հյուրընկ հալեցին մեզ։ Մի քանի հարցերից, հա, ես մի հատ, ասենք, այն մոտապես հարցերը պարզ է, թե ինչի մասին պիտի խոսենք, որտեղ հիմնականում հարցերը, խնդիրները, որ անհանգստացում են բոլորիս, նույնական են։ Բայց ես մի հատ հարց ուտեմ, էլի, այ ոնց ստացվեց, որ մտածով բազմազբաղ մարդը, երիտասարդ մարդը որոշեց, որ ինքը պիտի խոսի։ Որտեվ շատերը ուղղակի չեն ուզում խոսել, որովհետև այդ կոմենտներից են խուսափում, ճիշտ հասկացված լինելուց են, չհասկացած չլինելուց է խուսափում, այսինքն բավականին տենց միջավայր կա, որին հատկապես տղաները մի տեսակ ավելի կաշկանդված են հասկու կա դա։ Նախ ողջույն, շնորհակալ եմ, որ ինձ հյուրընկալել եք։ Դա երևի մի քիչ բազմաշերտ է այդ հարցը, թե այդ բոլոր պատճառները հիմնական երևի արդեն նշեցիք այդ կոմենտներից վախենալը, վախենում են հայհոյանքներից, վախենում են քննադատությունից ընդհանուր առմամբ, քանի որ դաշտը եկեք խոստովանենք երևի շատ կեղտոտ է, էլի երևի այսքան կեղտոտ երբևէ չի եղել, այսքան կեղտոտ քարոզչությունը երբևէ չի եղել, որ այդքան պիտակավորում լինի, անկապ տղամարդուն անկապցնեն, օրինակի համար ինձ քոչանական ասել են, սերժական ասել են, չգիտեմ, էլի բոլորի հետ ինձ փորձել են այսպես աֆիլացիան մտցնել իրանց շարքերը, վերջերս էլ փառվեց, որ Ալեն Սիմոնյանի պրոյեկտն եմ, ես չգիտեմ, էլի ինչ հասես այդ պարագայում, այդպես մեկ էլ մի բան էլ ասեմ, որով չգիտի, Ալեն Սիմոնյանը ինձ դատի տվել մարտի 10-ին դատականիստն է, ավելի նարամատն հա, դա շատ սիրելուց է, այդպես բանա, հետքերն է, էլի ոնց որ փորձում բանանի թաքցնի։ Մի խոսքով, բան կանեմ, արդեն դրա մասին ավելի կխոսեմ, բայց եթե գանք այստեղ երիտասարդությունը չի խուսափում քաղաքական այս process-ներից, հենց սա է պատճառը ու պետքա ձիգնի արդեր ունենալ առնվազն, որ դու կարողանաս այս ամեն ինչի մեջ այսպես անմիջականորեն ներգրավել, բայց ճիշտ ասած ես այնքան չեմ ներվում նրանից, որ երիտասարդները քիչ են քաղաքականության մեջ, այլ ներվում եմ նրանից, որ քաղաքացիական դիրքորոշում չեն ուզում վերցնել երիտասարդները, դա պարտավորություն է, պետք է երիտասարդներն լավ իմանան, որ իրենք պատասխանատվությունն են պետության նկատմամբ։ Իհարկե իդեալական կլիներ, որ ոնց որ պետությունը մեզ հոր նման լիներ ու ինքը մեր մասին հոգ տաներ, բայց այնպես է ստացվել, որ մենք ենք ստիպված ծնող լինել այս պետության համար ու իր մասին հոգ տանել, մինչև հասնենք գոնե այնպիսի անգրվանի, որ հաջորդ սերունդների համար որպես ծնող ծառայի պետությունը, այլ ոչ թե այսպես խնամքի կարիք ունեցող երեխա, այսպես ասենք, որովհետև ուզած չուզած մենք պետքա վերցենք այդ պատասխանատվությունը, եթե ուզում ենք անկախ պետականություն պետություն ունենալ, ու հենց դա է եղել նաև այդ դրայվերներից մեկը, այդ պատճառներից հիմքերից մեկը, որ ես որոշել եմ զբաղվել, որովհետև հավատացել եմ նախ եւ առաջ, որ կրթություն սա ներում, որովհետև եթե նայենք, չգիտեմ, այդ իհարկե խոսելն էլ է ինձ մոտ լավ ստացվում, բավական կարողանում լավ տրանսլյացիա անել հենց այդ մտքերը, դա վաղուց էի կարողանում, ուղղակի ես ինչի սկսեցի նոր անել, որովհետև եմ որ համոզվեցի, որ կրթությունս էլ ներում կարող եմ այդ շփման ընթացքում գրագետ կերպով ներկայացնել, որովհետև այսօրվա դրությամբ տեսնում ենք էլի 100 տարվա քաղաքական գործիչներն ունեն այնպիսի հիմարություններ են խոսում, հիմա նախ եւ առաջ վախ կա այդ հիմարություններ չխոսել, թե չէ վախ թե ուշ, ոնց որ եթե երկարաժամկետում նայում մարդիկ հասկանալու են, որ դու անկեղծ ես, ազնիվ ես, իրենք կարող են քո հետ համաձայնվել, քո կարծիքը չի իսել, բայց տեսնելով որ դու քո մտքերի մեջ նախ անկախ ես ու անկաշկանդ, ոչ մեկի խոսող գլուխը պես որ ներկայացնես իր շահերը, ոնց որ ինձ որ հարցնում պրոյեկտն է, ոնց որ նախ եւ առաջ ես ինքս իմ պրոյեկտն եմ, իմ ընտանիքի պրոյեկտն եմ ու իմ ազգի պրոյեկտն եմ, այդպես եմ ասում, ու հետո էլ ոնց որ բավականաչափ երկարաժամկետում որ դու խոսում ես, հետագայում այդ մտքերն էլ, կարծիքներն էլ արդեն սկսում են փոխվել, որովհետեւ հասկանում եմ, որ չէ, այս մարդը ոնց որ շատ երկար ժամանակ արդեն անկաշար խոսում է, որովհետեւ եկեք խոստովանենք նայեք, որ դաշտում ահավոր մեծ ռեսուրսներ են, շատ մեծ ռեսուրսներ կան ու իմ համար կոնկրետ այդ ռեսուրսներից վերցնելու շատ մեծ հատված մեկից մեկ, երբ որ պահին որ ցանկանամ, այնպես առաջարկել չունի կարող եմ ուղիղ գնալ բաներ, բայց այստեղ արդեն խնդիրը դրանում է, որ ես խնդիր ունեմ իմ գլուխը բարձր պահելու, իմ ազգի հետ անկեղծ լինելու, եթե ես օրինակ ինչ-որ որոշում եմ կայացնելու, այդ չի լինելու ռեսուրսի հիման վրա, դա լինելու է գաղափարական համագործակցության հիման վրա, այսքան ժամանակ այդպես եմ արել ու այդպես էլ շարունակելու։ Սա շատ ուրախալի է, որովհետև ստացվում է, որ մենք
այն քաղ հասարակությունը, որի մասին ես անդադ խոսում եմ, որը պետք է ստեղծի ոչ թե որովհետև կա ծրագրեր, պրոյեկտներ, դոնորներ, այլ դա ներքին պահանջ է, ներքին արդյունք է, սա այն բացառիկ դեպքերից է եւ էլ կան երիտասարդներ, որոնք որ խոսում են, որոնք մի մասը քաղաքականության մեջ են, կուսակցական գործունեությամբ են, ես իրանց տեսակետը չեմ կիսում բացարձակ կուսակցությունների, բայց առանձին երիտասարդների որակը չգնահատել իրական շատ սխալ կա։ Ու դա շատ ուրախալի է, որովհետև սերնդափոխությունը մեր մոտ միշտ արհեստական է եղել։ Այսպես ընտրվել են, այսպես յուրայիններ են ընտրվել, հա, իրանց նախընտրելի մարդիկ։ Թար միտք էլ չի եղել, գիտեք, որովհետև իրանք անդադ վերարտադրել են իրենց քաղաքական առաջնորդի մտքերը։ Նոր միտք չի առաջացել, այսինքն լսում ես իրենց քաղաքական առաջնորդին, լսում ես իրենց երիտասարդները, լրիվ նույնությամբ իրենք կրկնում են ինչ ասում է առաջնորդը։ Այսինքն այդ պարագայում մենք չենք կարող նոր միտք գեներացնել քաղաքական, մենք չենք կարող ալտերնատիվ կարծիք ստանալ, բայց այս պահին մենք տեսնում ենք, որ կան երիտասարդներ, որ իմ նման առանց որևէ նյութական ինչ-որ շահագրգռվածության, առանց որևէ ինչ-որ տեղից ֆինանսավորվելու կարողանում են իրենց կարծիքն են արտահայտում ու ուզում են այդ ներգրավել process-ների մեջ։ Մի բան էլ ասեմ, դա երաշխիքը իհարկե կրթված հասարակությունն է, որովհետև այս պայմանությամբ ես ունեմ իմ աշխատանքը ինձ ապահովում է, իմ արժանապատիվ ապրուստն է ապահովում, ու ես հանգիստ եմ այդ առումով կարող եմ անգամ ներդրումներ եմ ինքս եմ գումար ծախսում ես գործունեության համար, դեռևս մի կոպեկ աշխատած չկամ, բայց բավականին շատ այդ տարբեր բաների համար ներդրումներ եմ արել, այդ հարթակները պահելու համար, մնացածի համար, մենակ հա չէ, այդ բանը նյութականի համար իհարկե Patreon ունեմ, որտեղ ունեմ աջակիցներ, այդ աջակիցները ոնց որ իմ գործունեությանն են աջակցում գաղափարակիցները։ Շատ կարևոր մաս է։ Patreon-ում հետևել, նախ բաժանորդագրվել, հետևել, Patreon-ում օգնել, որովհետև անկախ միտքը ինքը միշտ պիտի սատարված լինի ու ներսից, հատկապես կարևոր է, որ մենք ներսից գնահատենք ինչ որ մենք ունենք, սա շատ որտեղ մեր մեջքի ոնց որ իմ մեջքին ամենայն դեպս օլիգարխներ չկան, հարուստ մարդիկ չկան, չգիտեմ ինչ որ իմ այդ գործունեությունը ֆինանսավորող չկա, որովհետև ոնց ասեցի, ես երբեք չեմ կարող մարիոնետ դառնալ, թելերն են քաշում կամ ինչ որ մեկի խոսող գլուխը դառնալ։ Դրա համար ոնց որ հանրության վրա է ավելի շատ այդպես կենտրոնում, իհարկե ես պայդրությամբ ավագ եղբայրս է այնտեղ, ով որ ամենաշատ այդ բանն է անում Patreon-ում։ Ծանոթներ են հիմնական բանը, բայց արդեն ոնց որ ուրախալի է, որ անծանոթ մարդկանց է մեկ է տեսնում գալիս են ու զգում ես, որ սա հենց այդ գաղափարական մոտեցումն է ու իրենք ընդհանրապես քո հետ անգամ ծանոթ չլինելով, այտենց որոշում են կայացնում, որ ուզում են տեսնել, որ հանրային գործիչ լինի, ով որ չգիտեմ դրսից գրանտեր չի ստանում կոնկրետ ինչ-որ նպատակների համար, ներսի մարդա, ժողովրդի մարդն է, ժողովրդի տղեն է, այսպես ասենք, հենց ժողովրդի ծանոթ, ժողովրդի մեջ մեծացած ու ընդհանուր առմամբ հենց այս պահին էլ ժողովրդի ցավով ապրող։ Հա, ուստեղ մենք որպես ցանցային ժողովուրդ դա շատ հեշտ է բարձել ինչ որ մեկի մարդը, ինչ որ մեկի մարդը չի, ինչ որ մեկի հետ փոփ կապակցված է, թե չէ, այդ այնքան հեշտ է Հայաստանում բարձել, որտեղ ցանցային ժողովուրդները շատ լավ են աշխատում, ասում են Հա, ես վաղուց արդեն բարձել է։ Ես էլ փոքր գյուղից եմ իրականում, պրոֆեսիոնալ խոսում եմ ապրում, որ ցանկացած մեկին ոնոտիկ է, արդեն շատ հեշտ է։ Երևանում եթե մի քիչ կարող բարդ լինի, մի քիչ չալիճ, գյուղերում բոլորին ճանաչում են, այսպես հիանալի, ամեն մեկը մյուսի մասին ամբողջ տեղեկությունը գիտի, այսինքն այդտեղ խաբելու տեղ էլ չունես, էլի ասես, որ դու սամազվանեց լինես, էլի ուրիշի տեղ ներկայացնես ինքդ քեզ։ Անպայման հայտի կդառնա։ Երևի ամենամեծ խնդիրը, որ հիմա կա, որ անհանգստացնի թե երիտասարդությանը, թե մի քիչ ավակ սերնդին, դա երևի թե կրիմինալի վիճակն է, որտեղ մակարդակը դառել է աննկարագրելի, ու սա իմ կարծիքով անխուսափելի process է, որովհետև եթե մի կողմից մենք ունենք, այսպես ասած, ադելության head speech-ի, հա, ադելության խոսքի անսահման, անկառավարելի իրավիճակ եւ դա բոլոր կողմերից է տեղի ունենում, մյուս կողմից էլ ունենք իրավապահ մարմիններ, որոնք որ զբաղված են ամեն ինչով, բացի օպերատիվ իրադարձությունները վերահսկելուց, կանխելուց, կանխարգելելուց, բնական է, որ այսպես վիճակը պետք է լիներ։ Հիմա ասում եմ որպես սերունդների զրույց։ Ավելի երիտասարդների տեսակետից այլ ինչ խնդիր կա, որ կապված կլինի այս լարվածության հետ։ Նայեք խնդիրը ինչու՞մ է, մենք պետք է հասկանանք, որ շատ բազմաշերտ է մեր երիտասարդությունը ու ես պետքա շատ մեծ ուրախությամբ պետք է ասեմ, ես մինչև վերջերս դասախոսում էի համալսարանում, տեսնելով երիտասարդության, տեսնում եմ, որ շատ լավ որակ էլ կա,
բայց ցավոք սրտի ինչ որ կրիմինալ ռոմանտիկայի մեջ մտած մարդիկ էլ կան, ովքեր այդպես տարված են այդ գաղափարներով, թե գաղափարամանք է ենթամշակույթով, այսինքն մենք հստակորեն կարող ենք ասել, որ եթե ուսումնասիրենք այս դեպքերը, բոլոր դեպքերը այդ կրիմինալ սպանություններ, ծեծկռտուքներ եւ այլն, դրա հիմքում այդ ենթամշակույթն է։ Այդ այսպես կոչված այդ լավ տղայի ինստիտուտը մնացածը որից սկսում են այս բոլոր բաները, այսինքն մարդիկ ցիվիլ ձևով իրար հետ հարցը լուծելու փոխարեն արդեն մի քիչ բանելում անցում են կենթանական ձևերին, իրար ծեծել, ջարդել, սպանել ամենավատը դա է ու այս վերջերս ականատես եղանք, որ զինվորի սպանեցին դաժանաբար, ամենադաժան կերպով, ինչն է դրա հիմքը քրեական ենթամշակույթ ու մեզ այսպես տարիներ շարունակում էին քրեական ենթամշակույթի դեմ պայքար, ինչ-որ լոլոներ էին կարդում, ու այդ պայքարը ոչ ոք չի տեսել։ Ես մի քանի բան ասեմ, որ նախարարը կարծեմ ես վերջերս ասաց, որ բաները պակասել են, չէ՞, հանցագործությունների թիվը։ Ահա, մի բան ասեմ, ուրեմն 2023-ին, թե 24-ին եղել է 40,000 հանցագործություն ընդհանուր առմամբ գրեթե։ 25 թվականին 46,000 հանցագործություն ա եղել, այսինքն դա թեթև հանցագործության միջին այդ մակարդակի ու ծանր հանցագործություն, այդ բոլորը միասին վերցրած, հիմա նախարարը ես այդպիսի բան աչքով ընկել, որ ասում է, որ հանցագործությունների քանակը 3%-ով նվազել է, ինչ որ այսպիսի բաներ, եթե այդ ճիշտ եմ հիշում, ու եթե այդպես է եղել, նախարարը ասել է, որ նվազել է, հիմա երկու բանի են գալիս, ոնց որ կամ նախարարին սխալ են զեկուցել, կամ նախարարը ստում է, չգիտեմ որ մեկն է ավելի վատ, բայց այդ բաց տվյալները կան վիճակագրական կոմիտեից, եմ օրինակ ես տեսել, որ 6,000-ով ավելացել է հանցագործությունների քանակը։ Ուրիշ բան ասեմ, ուրեմն 40%-ով ավելացել է հրազենի գործադրմամբ հանցագործությունները, ուրեմն 30%-ով ավելացել է սպանությունները, նույնքան էլ ավելացել են սպանության փորձերը։ Այսինքն մենք տեսնում ենք 40%-ով այդ հրազենի գործադրմամբ հանցագործությունը է ավելացել, 30%-ով սպանության փորձ, այսինքն նախորդ տարիների համար, եթե նախորդ տարիներին եղել է գրեթե 50-ից 60-ի շրջակայքում, նախորդ տարի արդեն 80-ից ավելի, 83-82, կարծեմ 83 սպանություն, 86 սպանության փորձ։ Այդ թվերի միջակայքն է։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, էլի, եթե իրենք ասում են, որ այդպես իրենք հանցավորության դեմ այդպես պայքարում են, օպերատիվ իրավիճակը վերացնում են, ոնց է այսպես պատահում, նախորդ տարիներին այսպես բաց չէր։ Ես դրա մասին ավելի մանրամասն կխոսամ, հիմա բանը անում էլի ուսումնասիրությունները բաների հետ կապված, տվյալների հենց, ոնց որ փաստական ասեմ, որ այսպիսին է դեպքը։ Բայց մենք փաստացի այնպիսի իրավիճակ ես պահին ունենք, որ ոստիկանությունը երբեք իր պատմության ընթացքում այսքան ռեսուրսի չի տիրապետել, բայց եւ այդքան ռեսուրսների տիրապետելու պարագայում մենք տեսնում ենք, որ այդ օպերատիվ իրավիճակին իրենք փաստացի չեն տիրապետում։ Ինչու՞մ է խնդիրը։ Խնդիրը նրանում է, որ ոստիկանությանը, մեր ոստիկանության ծառայողներին դարձրել են Նիկոլին պաշտպանելու, պահպանելու գործիք, որովհետեւ մի հասարակ մի բան ասեմ, իրենք իհարկե ոստիկանները, ոստիկանական համակարգ մեր հայրերը, մայրերը, քույրերը, եղբայրները ոնց որ ես իրենց չէի մեղադրի անկեղծ ասած, այդքան որովհետեւ ոնց որ համակարգի բնույթն է այդպեսին ու նոր չի էլի, Նիկոլը չեկավ սարքեց, եկեք անկեղծ լինենք, եւ որ նախկինները ասում են Նիկոլը սարքեց, Նիկոլը չի սարքել, միշտ այդ համակարգը այդ բնույթը այ ժառանգաբար անցել է ու Նիկոլը ուղղակի օգտագործում է էլի որպես գործիք էս մարդկանց, իսկ այս մարդիկ ես ուզում եմ հավատալ, որ առաքելություն իրականացնելու մտքով են մտել համակարգ քաղաքացուն, իրենք հանրային ծառայող են, իրենք ոչ Ռոբերտ Քոչյանի ծառայող են եղել, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի, ոչ Նիկոլի, ոչ Սերժի, իրենք հանրային ծառայող են, միշտ եղել իրենց առաքելությունն դա եղել, բայց մշտապես իրենց օգտագործել են ոնց որ հենց հանրային բողոքը լրացնելու համար, ու ոնց որ նրանց ներկայացը կարծես կարելի է մտածել, սպայն Նիկոլն աշխատավարձ իրենց տալի, որ բայց ոչ, հանրությունն է աշխատավարձ տալիս ու իրենք հանրային ծառայող են, իրենք առաքելություն պետք է իրականացնեն, ցավոք սրտի այնպես է ստացվել համակարգը ասենք թույլ չի տալի եկեք։ Հիմա նայեք, մի հատ բան ասեմ, ուրեմն ես որ հենց ժամանակ երբ որ Նիկոլես իր աղանդավորական այս շարժումներն էր սկսում նոր, Արագածոտնի մարզում մի քանի եկեղեցի էին գնացում, ամեն անգամ առավոտյան ես տենում էի, որ Երևանից դեռ Պրոշյան փողոցից սկսած, կառավարական առանձնատերից սկսած մինչև Արագածոտնի մարզի են ամենահեռավոր գյուղերը ձգվում էին ոստիկանական մեծաթիվ ուժեր։ Հասկանում եք, այդտեղ ենք մենք տեսնում, որտեղ է մսխվում այդ ռեսուրսը, ու այս ամեն ինչ պետք է հասկանալ, որ ռեսուրս արժի, այսինքն հարկատուն փաստացի գումար է վճարում իր հարկերի հաշվին, ապահովում է Նիկոլի աղանդավորական ծեսերը։
ուր է այդտեղ բանը տրամաբանությունը, հա, ու հանրային շահը ինչու՞մ է դրա, իսկ Նիկոլ Փաշինյանը մեկը կհելնի կասի, չգիտեմ, էլի են թալանչի գող էս ռեպերտուարի մեջ իրա, բան անում, մեկը գանձագող է անվանում եկեղեցին, փաստ կներկայացնես գանձագողության։ Կամ օրինակի համար ես ուրիշ հարցեր ունեմ, եթե մենք տեսնում ենք, որ կոռուպցիան ինչպես եւ նախկինում հիմա էլ կա, եթե մենք տեսնում ենք Անիֆի դեպքեր, տասնյակ դեպքեր էլ բան չանես, էլ տեսնում ենք, որ ասֆալտը ամեն օր տեսնում ենք այդ փոսերի մեջ ենք մենք բանանում, տեսնում ենք, որ զեբրերը ջնջված է, գոյություն չունի, քաղաքի կառավարումը տոտալ ձախողված է։ Ինչպես այսինքն ինչպես եւ նախնորդ չէ, ես պետքա խոստովանեմ, որ անգամ Տարոն Մարգարյանն ավելի լավ էր քաղաքի մենեջմենտը կազմակերպում։ Այո, սխալ են ընդունելը, ճիշտ խոսալ, ասում եմ շան տվեցուն չի։ Հա, ինչքան էլ բան է իհարկե այն ժամանակ էլի կոռուպցիա, էլի վատ վարքեր, այդ կրիմինալի հետ կապը նույն նախկինների, որ սարսափելի էր, բայց այդ ամեն ինչ եղել է, մենք տեսնում ենք, որ կրկնվում է ու ավելի գրոտեսկային տեսքով։ Ու այդ նույն էլի խոսենք այդ քրեական ենթամշակույթի մասին, որ այդպես շատ ծաղկում էր, շատ լավ նախկինների օրոք, անկեղծության համար ասենք, որ Վանո Սիրադեղյանն էր, որ մի պահ այդ հարցը լուծել էր, որից հետո կրկին սկսեցին օգտագործել։ Հիմա ես հարց եմ տալիս, ընտրություններ են, չէ՞ մոտանում։ Օրինակի համար հնարավոր է արդյոք, որ քրեական տարրերը, ինչպես եւ նախկինում, որ այսպես ամբողջությամբ բանի մեջ են չէ, ներգրաված ընտրական process-ների ու ընտրակեղծիքների կարող է նորից տեսնենք։ Ես որպես տարբերակ առաջարկեմ, հենց կոնկրետ քրեական տարերի հետ կապված, նրանք ովքեր չեն համաձայնվի համագործակցել իշխանությունների հետ, շատ արագ կհայտնվեն անազատության մեջ կամ կվտարվեն Հայաստանից։ Նրանք ովքեր կհամաձայնվեն համագործակցել, ամենայն հավանականությամբ իրանք կլինեն դուրսը եւ մենք կտեսնենք այն թաղի խուժան, ոնց որ ասում է ժամանակի Նիկոլ Փաշինյանը, իրանց ակտիվացումը։ Վարկյան անգամ չեմ կասկածում։ Եվ վերադառնալով ոստիկանության աշխատանքին, որպես ինսայթ, որպես ներսից տրված ինֆորմացիա, բազմաթիվ պրոֆեսիոնալ, բարձր որակի, իսկ օպերատիվ աշխատողները դրանք բացառիկ ունակություններ, ժողովրդական լեզվով ասած քթի ծակ ունեցող, հա, փորձառություն ունեցող մարդիկ, դրանք յուրահատուկ են։ Ամեն մարդ օպերատիվնիկ չի կարող աշխատի։ Բազմաթիվ պրոֆեսիոնալներ ուղղակի դուրս են եկել համակարգից, որովհետև այլևս չեն կարողանում եւ ցանկություն չունեն աշխատելու այս համակարգի այս պայմաններում։ Այն մարդիկ, ովքեր նախկինում նվիրալ աշխատում են, այսինքն հասել է այն աստիճանի ներսում վիճակը, իրանք իրենց նվաստացած են զգում, այն որ ասում են ոստիկանները ոչինչ չեն զգում, ոչինչ չեն տեսնում, սուտ է, որ երբ իրենց օգտագործում են սեփական եկեղեցու դեմ, հա, սեփական հավատքի կրոնի դեմ, օգտագործում են որպես ֆուտլարներ, իհարկե իրանք վիրավորվում են, իհարկե տխմար հրամանները, որոնք ստանում են, իրանք ցանկություն չունեն կատարելու, բայց դրա մասին չեն խոսի եւ նաեւ հիշեցնեմ, որ եթե ժամանակին միայն ԱԱՑ-ի միջոցով կարող էին գաղտնալսել, հա, այս բոլոր process-ները, հիմա ոստիկանությանը ուղիղ տրված է այդ հնարավորությունը եւ երբ ժամանակին ասում են, որ սա հաջորդ ընտրություններին ընդառաջ ընթացող process-ներ են, երբես ասում են, օրինակ փաստաբանների ծառայությունները պարտադիր վճարովի դարձնելն է, երբ մենք օգնում ենք մարդկանց, սա էլ է ընտրություններին ընդառաջ, որպեսզի ձերբակալված կանոնավոր մարդկանց չօգնի։ Այսինքն այս իշխանությունը ոչ պակաս հանցավոր ռեժիմ է ինձ համար, որովհետեւ ինքը նախապատրաստվում է ոչ միայն ինչ որ գործողություններով, այլև օրենսդրական դաշտ է նախապատրաստում օրենքի տառին համապատասխան հղում անելու համար։ Բայց կարևոր է մի հատ հարց էլ տամ, այս չխոսացող օրինակ ոստիկանները ճնշող մեծամասնությամբ, ուսադիր կրող մարդիկ ճնշող մեծամասնությամբ չեն խոսում։ Կարող են անձնական զրույցի ժամանակ, ոչ թե կարող են, այլ խոսում են անձնական փակ շփումների ժամանակ, բայց օրինակ բժիշկները սկսել են խոսել։ Այս շատ ողջունելի է, որովհետև մենք բախվել ենք մեկ այլ քննի։ Այո։ Ծանոթ եք քննի։ Հա, ծանոթ եմ, իհարկե արդեն ռեպորտաժներ կան դրանց մասին, իհարկե բժիշկների հետ նաև այդպես անձնական շփումների մեջ էլ բնականորեն իրենց մեջ կա հասունացած բունտ, այսպես ասենք, որովհետև իրենց բերանը փորձում են փակել։ Խնդիրն ինչու՞մ է, այս նոր ապահովագրության համակարգավորներ դրել են, բժիշկները այս պահի ավելի շատ են աշխատում, ավելի ծանրաբեռնված ու ավելի քիչ են ստանում դրա դիմաց, որովհետև ինչ որ բաներ են դրել, սահմանաչափեր են գումարային դրել, ու նախկինում բժիշկները շատ ավելի բարձր էին ստանում, այդ սահմանաչափերով հիմա այս համահարթեցված սահմանաչափերը բոլորը այդքան են ստանում, այսինքն բժիշկը ով ժամանակ է ստանում էր ընդունենք մեկ պացիենտ դիցուներ, քանի որ հիվանդանոցին էլ է բաժին գնում, ընդունենք դիցուք ուներ 5000 դրամ, այս պայն ունի 500-ից 1000 դրամ։ Ու դա բողոքի առջացում, իսկ հիվանդանոցների ներսում արդեն ստիպում են չխոսել այս խնդրի մասին։ Ու պարզ է, չէ՞ ինչ են ստիպում չխոսել, ուրեմն հրահանգներ կան վերևներից եկող, այսինքն դուրս է գալիս, որ բժշկի փողով
բուժառուին լավություն են անում։ Սա հայտնի ռոմական ասացվածքի, հա, հարսի մարմնի որոշ մասերով պես այո, Նիկոլ Փաշինյանի նախընտրական լավությունը Ինքը սիրում է ընդհանուր առմամբ այդ պրինցիպով է մենք հասկանում ենք, այս կառավարումը իրականացում միշտ, որովհետեւ Այն անգամ, հա, ինչ որ մեկի հաշվին փորձում են այս հատկը լուծել ու ես չգիտեմ, իրենք իսկապես հույս ունեն, որ օրինակ բժշկի մարդ, որ 10 տարի սովորում է վերջնական արդեն մասնագիտական դիպլոմ ստանալու համար, մարդ, որը իր ամեն ուսման տարվա համար միլիոնից ավել փող է տալի, միլիոն, դաժե 2 միլիոնի չափ նայած մասնագիտություններ փող են տալու, իրանք անկեղծ մտածում են, որ ես ռեպորտաժներից մեկը նայեցի, ազատություններ արի, միջև 13,000 դրամ աշխատավարձ ամսական պրոֆեսիոնալ բժշկի, որը 10 տարի, մենակ 10 տարի սովորել այդ դիպլոմը ստանալու համար ու ամեն սովորելու տարվա համար տվել է միլիոն ու կեսից 2 միլիոն դրամ է տվել։ Սա վերաբերմունք է քո սեփական քաղաքացուն։ Իրենք արտադրում են բաներ, այսպես ասենք, իրենք լավություն ան դրսին, կազմակերպում են շատ լավ կադրեր Եվրոպայի համար, Ամերիկայի համար, որովհետև որ բժիշկը իր ապագայի մասին մտածելով կմնա այստեղ կաշխատի այդ կոպեկների դիմաց, օրինակ, որովհետև իրենք էլ արժանապատիվ կյանք պետք է ունենան, իրենք այդքան բան ունեն, բայց ես դες մի հատ ուրիշ դեպքի մասին պատմեմ, ուրեմն նոր օրենքով մտցրել եմ, որ բժիշկները պետք է ՇՄԶ-ներ հավաքեն, այսինքն իրենք պետք է անընդհատ ինչ-որ գնան կուրսերի եւ այլն, որ այդպես գիտելիքները իբր թե թարմացնեն։ Այդ ՇՄԶ-ները ենթադրաբար ինչ-որ մեկի ծանոթներին են մնացածին, որտեվ ես ստացել եմ այդ ֆիդբեքերը, էլի ինչ այդ ՇՄԶ-ների ընթացքում կատարվում, ասում են մենք պրակտիկ գիտելիք չենք ստանում այս ՇՄԶ-ներից։ Ու այս ШՄԶ-ները ամեն մեկը չի կարող ստանալ, իրենք մեծ գումարներ են վճարում դրա համար, իբր թե կոպիտ ասած կրեդիտներ են հավաքում, բայց թե ում է գնում, այդտեղ ատկատ կա, ատկատ չկա, այդ արդեն մեծ հարց է մնում։ Ես կուզեի, որ մեր բժիշկները սկսեին այդ ՇՄԶ-ների թեմայով էլ խոսել, էլի հարցեր տալ։ Լավ, օքեյ, եթե կա ու դա միջազգային պրակտիկա է, շատ լավ, բայց արդյոք մեր բժիշկները գոհ են դրա որակից։ Այ մենք շատ ենք, չէ՞, խոսում ենք, ասում են մենք պրոգրես ենք բերում, լավ բան ենք անում, օրինակ աշխատավարձի մասով ասում են, լավ մասնագետը պիտի լավ վճարվի, միանշանակ լավ մասնագետը պիտի լավ վճարվի։ Ուր է լավ մասնագետը։ Ուր է։ Բան պետք է անի, բժիշկը միշտ պետք է պատրաստ լինի անընդհատ թարմացնել իր գիտելիքը միանշանակ։ Ուր է այդ թարմ գիտելիքը, ով է տալիս այդ թարմ գիտելիքը։ Այսինքն ձեռ են մեզ առնում, էլի, այդպես իբր թե բան են անում, պրոգրես են բերում, բայց ձև, էլի, ուսուցիչների հետ կապված, այդ որ ամեն անգամ ասում են ուսուցիչները շատ դեպքերում միջև 800,000 դրամ փող են ստանում, դե բարձեց մի 6-7 հոգի մարդ են ընդամենը, որ այդքան աշխատավարձ են, այն են պայմաններում, եթե իրանք դրույք ու կես են աշխատում։ Այսինքն մի դրույքով ոչ մի կերպ այդ իրանց նշած քվերը չեն հազարավոր ուսուցիչներ, ընդամենը 6 հոգի, որը կարողացել են հանձնել ու ստանալ այդ իրենց բաղձալի թիվը, մնացածի ծանրաբեռնվածությունը, սա էլ ասենք, ես էլ ունեմ ծանոթ ուսուցիչներ, որոնք որ այնպիսի ծանրաբեռնվածություն ունեն թղթեր լրացնելու մի կողմից, ծրագրեր գրելու մյուս կողմից, համակարգչի մեջ լրացնելու մյուս կողմից, այսինքն այնպիսի ծանրաբեռնվածություն, որ մարդը մեծ ցանկության դեպքում ֆիզիկապես ի վիճակի չի գնալու վերապատրաստման եւ քննություններ հանձնելու։ Այս սա է, ինչը մեր դառը իրականությունն է։ Ես հասկանում եմ մոտավորապես հաշվարկը ինչի վրա է։ Իսկ Թոմաս Ամելջան ասում է, այս մի հատ իրան հետ քննարկենք, այն նոր մտքովս անցա։ Քանի որ ընտրությունների մասնակցում են հիմնականում տարիքով ավելի մեծ մարդիկ, այս թոշակների բարձրացումը բնականաբար բոլորս կողմ ենք, որ թոշակներ են արժանապատիկ, անտրամաբանական է, մարդիկ ովքեր իրենց կյանքը նվիրել են պետություն կառուցել ու կապ չունի, իրանք սովետական ժամանակաշրջանում են ներդրում ունեցել, հիմիկվա ժամանակաշրջանում են ունեցել մարդիկ, մեր պետությունն են կառուցել, բնականաբար պետք է արժանապատիվ ապրեն, դա հասկացից դուրս է։ Բայց երբ որ գիտես, որ ընտրությունների գնալու են հիմնականում տարիքով մեծ մարդիկ, որտեղ իրենք ինչ պարտաճանաչ են ավելի, դու թոշակ ես բարձրացնում 10,000 ու դա անում ես, գուցե հենց դա պատճառը, որ մեր բժիշկների, ուսուցիչների աշխատավարձները չեն բարձրանալու։ Իսկ միգուցե մեր ուսուցիչները, բժիշկները, մնացած բոլորը այնուամենայնիվ որոշեն, որ կարելի է եւ պետք է խոսել դրա մասին, ավելի բարձրներ, ավելի շատ լինել, որովհետեւ առանձին յուրաքանչյուրին այո կարող են ճնշել, իհարկե աշխատանքից հեռացնել, ինչպես չասենք ում են խնդրել նաև աշխատանքից հեռանալ խոսելու համար, էլի մարդիկ կան իմ ջելուս դասախոսներ, ում առաջարկել են կամ լռել, կամ դուրս գալ աշխատանքից, միակը չի սաղրել։ Այնպես որ ասում եմ, միգուցե սկսենք խոսել, Ժողովուրդ ջան, ի վերջո սնվել Միանշանակ պետք է խոսենք,
անգամ այդ զրկանքների հաշվին պետք է սովորենք խոսել, որովհետև այլապես ոնց որ ինչով եք տարբերվում ճորտից ու ստրուկից։ Որտեղ բայց եք խոստովանենք, եթե չենք խոսելու, ասենք լավ, օքեյ, Նիկոլ ջան, դու մեզ թակավոր, մենք քո ստրուկն ու ճորտը, ոնց որ մենք ռամիկ գյուղացի եթալու ենք առավոտից այդպես պախատանենք, կոպիտ ասած, դու էլ մեզ թակավոր, դու էլ մեզ թակավորի, այդ բան կանենք, այդ սաղը ձևականությունները մի կողմ դնենք, ընդունենք մենք աշխատավարձ, ինչ սաղ ձեզնի։ Դու էլ թակավորն ապրած կենա, էլի ինչ ուզում ես արա, մեր հետ է, մեր կյանքն էլ է քոնը, ամեն ինչն էլ, հա։ Նայեք, այստեղ խնդիրը այնտեղ է գալիս, որ այ իրանց վերաբերմունքը համակարգի բնույթն է այդպեսին, որ այդտեղ գտնվողին է դարձնում այդպեսին, չայս Նիկոլն էլ մի ծաղիկ էլ չէր, այսպես ասին, գտի այդ բան անելուց էլի, ոնց որ վերցնելուց իշխանությունը, բայց այդ բանն է համակարգն է ավելի փչացած, որովհետև այդ փոխզսպման բաները չկային, էլի մեխանիզմը, ու գոնե մի քիչ իրեն զսպեին, իրեն այդ կարգի հրավիրեին, գիտեմ ձեր ծրագիրն է, չէ, դրա մասից նժարը այդ փոխզսպման մեխանիզմները ստեղծելու մասին է, ու շատ լավ է, որ այդ բանով առաջ եք տանում էլի այդ գաղափարը։ Ինչ վերաբերվում է այս բաներին, օրինակ այդ թոշակների բարձրացմանը, անկասկած մեր թոշակառուները արժանի են, արժանապատիկ կյանք ունենալու, դա արդեն մեր թասիբի հարցն է, այսպես ասենք, որովհետև եթե ես դրսում տայնում եմ խեղճ տատիկներ, պապիկներ, ես չեմ կարող ասենք օրը այնպես անցկացնեմ, որ ես տեսնեի, որ իրանք երջանիկ են, օրինակի համար մեկի տեսնում ես տուրիստներ են գալիս, բան են անում, չէ, կամ դրսում գնում ես, տեսնում ես, ինչ երջանիկ են ապրում թոշակառուները, ու ճանապարհորդում են հա, այդ տարիքում բանն անում, իրանք ապահովված են ու գալիս ես տեսնում ես մեր թոշակառուների վիճակը, այդ իհարկե խնդրահարույց է, դա նաև էդ է բանի պատճառը, պետք է ասենք շատ բանի պատճառը, թե այս հոգեբանական լարված իրավիճակի, թե արտագաղթի, որովհետև երիտասարդը տեսնում է թոշակառուին այդ վիճակում, ինքը չի ուզում այդ ապագան, ինքը անխուսափելիորեն ինքը ասոցացնելու է ապագան այդ պատկերի հետ, ինչից մենք պետք է խուսափենք։ Մեր թոշակառուներին պետք է ապահովենք, թեկուզ եւ եթե մենք չենք կարողանում իրենց համար այդ բյուջեում այս պահին դրությամբ գումար չկա տալու, բայց մենք կարող ենք տարբեր պետական միջոցառումներ իրենց համար իրականացնել, տարբեր տիպի, չգիտեմ, օրինակ Նիկոլ Փաշինյանը ասում է, եթե այն ժամանակ է, չի ասում 10,000-ով բարձրացնենք, ինչ են անելու, ասում են, որ էֆեկտիվ չի, ասում, լուսամուտը պետքա փոխի մարդը, որ տաքանա, չէ՞, տուն, օրինակ այդ օրինակն էլ բերում։ Ինչու պետությունը չի վերցնում այդ հանձնառությունը, մի հատ գնացեք այդ մարդկանց գույքագրեք ինչ կարիքներ ունեն ու սկսեք լուծել այդ կարիքները, եթե մտածում եք, որ կարա այնպես պատահի, որ այդ մարդիկ չեն կարող էֆեկտիվ լուծել իրենց խնդիրը, որովհետև տարիքով են, շատ հարցեր կա, բա պետությունը ինչի համար է, պետությունը ինչի համար է, ինչի համար ենք հանրությունը, ինչի համար է պայմանավորվել հարկեր վճարի, բանանի եւ այլն, հո ձեր պարգևավճարի համար չենք մենք այդ հարկը վճարում, որտեղ սերունդների համերաշխությունը, այո, ես լրիվ համաձայն եմ, սերունդների այդ պատասխանատվությունը մենք ավելի երիտասարդ ենք, ես պատրաստ եմ այդ պատասխանատվությունը վերցնել տարեցների համար, պիտի վերցնենք, բայց ես չեմ տեսնում, որ այդ էֆեկտիվ կառավարում կա ռեսուրսները, որ մեր տարեցներին էլ միայն գումարով բանը չարվի, էլի, որովհետև օքեյ, այդ գումարը տվեցին, բայց գնաճ նորից տեղի ունենալու մի տարի հետո 10,000 դրամ արժեզրկվելու է, ու մենք նույն իրավիճակին ենք հասնելու իրականության մեջ, թոշակառուի բանը, ինչպես ասում են, կենս համակարգը չի բարձրանալու։ Այստեղ է խնդիրը գալիս։ Դրա համար արդեն նախ գտածակով մարդիկ են պետք, ինչպես դուք նշեցիք, որ այդ հարցերը լուծեն։ Երկրորդ սրտացավ մարդիկ են պետք, որովհետև իրենք, այսպես ասեմ, բարձր պատվանդանից թքած ունեն ամեն ինչի վրա, այդ թվում եւ մեր թոշակառուների։ Շատ ցավալի է։ Կա հարց, որը այս վերջի շրջանից է ու կարելի է քննարկել այս նույն տրամաբանության մեջ, ես բաց թողեցի ինչ որ իրադարձություններ, չգիտեմ, կամ լավ, արի ընտրությունների մասին։ Դաշտը բավականին առաջի հայացքից բավականին սենց ճոխ ու թանկ է թվում, թվում է թե շատ մեծ թվով մարդիկ կան, բայց տենց մի թեթև նայելու պայմաններում հասկանում ես, որ չէ, ցավոք սրտի անկախ գործող թիմերը շատ քիչ են ու իրականում ես մտածում եմ, որ երիտասարդությունը, հատկապես երիտասարդությունը ինքը ուղղակի չի տեսնում, չի մասնակցում ընտրություններին, նաև այդ պատճառով, որ նոր դեմքեր չեն տեսնում։ Եթե մենք այս սուպերմարկետով պատկերացնենք, ոնց որ ընտրությունը մեծ է, այնտեղ օրինակ իշեք թուրքական դերբի պլիտկաները կային, այդ ԿՊՆ համրինակ։ Ես օրինակ չէի առնի դա, ես համոզված եմ բոլոր իրավիճակում չէի գարնի։ Հա, որևէ իրավիճակում դա պլիտկայի չունենալ չէի առնի։
Այնտեղ ինչ որտեղ ասես մաքուր ռուսական ապրանք է, ինչ որ միտեղ ուրիշ, եթե մենք ապրանքներով պատկերացնենք, այն հայկականը, որ հայը ուզում է վերցնել, ունենք ես շատ ուշադիր եմ միշտ, որ մեզ երեսով այն է տալի ասում են, բա դուք թուրքական շորք հագնում եք, բայց բանը չեք հագնում, հա, այդ չեք վառելիք չեք առնում ադրբեջանական, միշտ ուշադիր եմ, որ ես ստուգում եմ տենամ հանգարց made in Turkey գրած չլինի։ Ես կան իրականում ես տես ինչ որ արտադրողներ կան ու ճանաչում եմ, նախընտրում հայկականը միշտ, եթե կա, եթե հայկականը չկա, իհարկե կա օրինակ հագուստի դեպքում որոշակի բրենդներ կա, որ ավելի նախընտրում եմ, դրանք եմ վերցնում, ու դրանք երբեք թուրքական չեն։ Ես երբեք թուրքական չեմ առնում, անգամ դες հետաքրքրում եմ ինչև իմանամ, եթե անգամ կա չէ հայկական ապրանքը, բայց օրինակ թուրքական մատերիալով է կարծես, անգամ այդ եմ հետաքրքրում, հանգարց այդ չառնեմ։ Այստեղ պետք է գանք այն հարցին, որ մենք հաստատ ունենք այդպիսի շրջանակ մարդկանց, ովքեր նույնպես ուզում են այդ տիպի։ Բայց մենք պետք է հասկանանք, որ մարդկանց նախասիրություններն այդ ապրանքի տարբեր։ Օրինակ կարող են բերել մարդիկ կան, ովքեր որ կարող է եւ թուրքական շորել հագնեն առնեն, բայց իրանք օրինակի մոտ տանել չեն կարող, եթե դերբի չեն առնել։ թեկուզ եւ կարողա դերբի առնեն, բայց այդ դերբին չպետք է փչացած լինի։ Կոռուպցիան էս փչանելը չէ նշանակում, եկեք լավ էլ այդ բանը լինում է։ Այդ կոռուպցիայի հարցը կա մարդիկ կան իրենց համար դա առաջնային, չեն ուզում ունենան կոռումպացված համակարգ կոռումպացված ղեկավարներ, իսկ այս պայդրությամբ մենք մատերի վրա կարող ենք հաշվել այն մարդկանց, ովքեր կոռուպցիայի մեջ թաթախված չեն եղել, ովքեր մարդիկ կան տանել չեն կարողանում այդ երեսպաշտություն, երեսանյութությունը, որ 1000 ու մի ճամբար փոխողներ կան, այսպես։ Այսինքն այդ ընտրության պարագայում, որ մենք նայենք լավ ընտրություն դաշտում են, որ դու ասես, որ առողջարար է, լավն է, փչացած չի եւ այլն եւ այլն եւ այլն։ Այդպես եզակի մարդիկ են մնում, էլի դաշտում։ Точно էկզեմպլար են մնում, դա շատ ցավալի է։ Ու այստեղ խնդիրը գիտեք ինչն է գալի, մենք խոսացինք սկզբում այդ սերնդափոխության մասին։ Հնաբնակները մեծամասամբ փչացել են, շատ քիչ են մարդիկ, նաև պետք է ասեմ հանձինս ձեզ դուք էլ այդ փչացածների մեջ չեք գտնվում, էլի որ ասես որ դաշտում երկար ժամանակ կաք։ Ու մենք տեսնում ենք մարդիկ էլ այնպես շատ են սիրում մեր քաղաքական դաշտում մարդկանց հիմարի տեղ դնել, մտածելով որ հավի հիշողություն մարդիկ ունեն, բայց դա այդքան էլ այդպես չի, մանավանդ 21-րդ դարում երբ որ ոնց որ չես կարող ոչ մի բան թաքցնել, միշտ մի բան միտեղ կբլթացնես, այդ կբերեն դեմդ կդնեն։ Անպայման, այո։ Այդ պարագայում ավելի է դժվար, ու այս սերնդափոխությունը քայ որ տեղի չի ունեցել, որ դեմոնստրացիան ջահելները գնում են, իրենց քաղաքական լիդերների ասասներն են լրիվությամբ կրկնում, այսինքն այդ ճանապարհը, որ մարդ անկախ ինքնուրույն վերցնի ու քայլի ու հասնի ինչ-որ միտեղ շատ եզակի, ու դաշտում դրա համար լճացում է տեղի ունեցել։ Համակարգն է մեղավոր, որովհետև դու այդ մենակ անգամ սկսելու պարագայում պետք է համակարգին դեմ գնաս, որովհետև ոնց որ ի սկզբանե օրինակի համար որ ես սկսել եմ, ինձ ԿՊԱ-ականներ հայ հոյում էին, ընդդիմությունը հայ հոյում էր, բոլորն ինձ հայ հոյում էին, ոնց որ այդ ամեն ինչը հոգեբանորեն իրական բավականին ծանր է տանել, որովհետև ոնց որ դե մենք այն հասարակության հանրության մեջ ենք, որ հայ հոյանքը թեմա է, չէ՞, բան այն է, մանավանդ տղու համար։ Ես իհարկե պատրաստված էի դրան, ես ահագին իմ վրա էլ մաշուտ է բաներ հասկանալու համար, որ իմ արժանապատվությունն ու այս մարդը, որ հայհոյանքը տալի, այդ հայհոյանքը իրար կապ չունի, այսինքն չի կապվում դա ուղղակի։ Բայց շատերին գիտեմ, որ փորձել են սկսել, անգամ խոսել են հետս, ասել են, դες սկսեցի մի քանի հայհոյանք տվեցին, ես ասացի, ես այդ տղեն չեմ։ Դե եթե այդ քեզ կանգնացնում է, հա դու այդ տղեն չես, որ քաղաքականության մեջ մտնես, հեռու մնա քաղաքականությունից, այդ թույլերի համար տեղ չի, դա ցիկ նյարդեր պետք է ունենաս, մանավանդ այս իրավիճակում երկիրը, որ այս վիճակին է հասել, թույլ մարդիկ չեն կարող փրկել երկիրը։ Ու այդտեղ էլ է խնդիրը, գիտեք, ուժեղ առաջնորդի մեծ պահանջարկ կա այս պահի դրությամբ։ Ո՞վ է այդ ուժեղ առաջնորդը։ Ես մի քանի տարբերակ ունեմ, ովքեր կարող են այդ ուժեղ առաջնորդը բանել, բայց էլի այդ քննությունն է, որ պետք է հանձնեն հանրությունը համոզվի, որ այս մարդը կարա նստի Ալիևի դիմաց ու Նիկոլի նման գույնը չգցի օրինակի համար։ Ու հավասարին առնվազն հասկանում եք, դու հասկանալ ես, որ չես կարող գնաս Թրամփի դիմաց նստես ու հավասարին խոսես։ Ինքը չես վերևից հանել ու ինքը Ամերիկայի ղեկավար։ Բայց արես դու լավ հասկացանք, բայց Ալիևը չկարեն, ասես գոնե հավասարին նստես խոսես։ Գոնե Ալիևի հետ։ Ասում եմ վիրավորական է, չէ՞։ Հա։ Բայց ես այնպես այնպեսի ղեկավար կուզեի, որ իր այդ էրպարը իր կեցվածքը կպահեր ում առաջ ուզում է լինի Թրամփի առաջ, Պուտինի առաջ, ցանկացած գերտերության ղեկավարի առաջ ինքը իր կեցվածքը կպահեր, որովհետև դա էլ է շատ կարևոր։ Դրա համար ամենակարևորը շատ են քննարկել այս հարցը, երբ է կարողանում ղեկավարը լինել ուժեղ, առաջնորդը լինել պետության, երբ որ դու ունես լեգիտիմություն, երբ որ քո տիկունքում կանգնած է քո ժողովուրդը, դու կարողանում ես հանգիստ գնալ ու խոսել։ Երբ դու չունես լեգիտիմություն, քեզ ինչ թուղթ դեմ են տալի, դու ստորագրում ես, որովհետև
դու կախված ես դրանից։ Դու արտաքին աջակցություն ես փնտրում փաստացի, որտեղ ներքինը չունես։ Այսինքն որ մենք ունենք հիմա ցավոք։ Այո, ինչը որ մեղադրում են ընդդիմությանը, որ ասում են մեր վրա տղա եք բերում, իշխանությունը անդադար ընդդիմությանը մեղադրում, բայց փաստացի իրենք արդեն էս ղեկավարման տարիներից սկսած մեր վրա հա տղա են բերում, սկզբում Հյուսիսից էին բերում, հետո տարբեր ուրիշ տեղերից, հիմա ավելի շատ անգամ արևմուտք չեմ ասի, իրենք արդեն Թուրքիայից են մեր վրա տղա բերում։ Փաստացի։ Ցավոք։ Ո՞ւմ է Մենք ուժեղ ենք իրականում, ես կարծում եմ, որ մենք սա էլ կհաղթահարենք, անկախ ընտրությունների արդյունքներից ամենակարևոր բանը, որ տեղի ունեցել իմ խորին համոզմամբ, դա նոր սերնդի սերնդափոխությունն է եւ որպես քաղաքասարակության ներկայացուցիչներ եւ ես մեծ հույս ունեմ, որ նաեւ հետո ակտիվ քաղաքականության մեջ պիտի լինեք դուք բոլորդ, որովհետեւ սերնդափոխություն պիտի տեղի ունենա, որակյալ սերնդափոխություն, ոչ թե տեխնիկական, այս մեկին վերցնենք, այս մեկին տեղափոխենք, այդ դրանից մենք արդեն տեսել ենք, այ մենք որակի եւ պատասխանատվության, հա, սիրո, ջերմության, այս ամեն ինչը պիտի լինի, որովհետեւ պրագմատիզմը շատ լավ բան է, բայց եթե մեջը չկա հոգի վերաբերմունք այդ պետությանը, այդտեղ արդեն ամեն ինչ համաձայնում։ դուրսը չոր պրագմատիկ, ներսը ծնողի նման, հա, կամ զավակի նման երկիրը սիրով մարդկանց նոր սերունդ են։ Անկեղծորեն մաղթում եմ, որ այս ինքնությունները այս դրա մասին լինեն։ Ես շատ ուրախ կլինեմ, ես մի բան էլ ավելացնեմ վերջի համար, ճիշտ ասած, մենք պետք է միշտ պրագմատիկ նայենք աշխարհին, մենք երբեմն շատ նաիվ հայացքով ենք նայում աշխարհին, չենք հասկանում, որ այս ամեն ինչը ցինիկ առևտուր է շատ հաճախ ու շատ հաճախ ոնց որ մենք այդ սեղանին որպես առևտրի առարկա կամ ուտելիք, իսկ մենյուի շուրջ ոնց որ մենք մենյուում ենք, մեզ ուտում են։ Հիմա խնդիրն ինչու՞ է, որ մենք ոչինչ գնենք այն ծայրահեղության մեջ, որ չգիտեմ, հեսա հասնելու ենք Մուշ, Սասուն ու Վան, այն իրավիճակում, երբ որ երեք մենք Արցախ ենք կորցրել, հենց Արցախը կորցրինք այդ նաև դրա արդյունքում, որ մենք այսպես հա ինֆանտիլ մոտեցում էր, որ մենք բան մեր թուրը կտրում ամեն ինչ եւ այլն, բայց փաստացի ամբողջ ոնց որ բոլոր ծվերը մի զամբյուղում դրել էինք, մեր անվտանգությունը պատվիրակել էինք օտար կայսրության, այսպես հա հանգիստ ապրում էինք առանց մտածելու, որ Արցախի խնդիր կա։ Մյուս կողմից էլ հիմա այլ ծայրահեղության մեջ են մեզ գցել, որ վայ, մենք եկանք, կոտորեցին, հեսա ադրբեջանցին եկավ մեզ ուտելու, հեսա եւ այլն, այդ երկու ծայրահեղ մոտեցում է ու այն իրավիճակում, որ չափազանց այսպես մեծ ամբիցիաներ, որոնք գոնե այս պատմական սիտուացիայում հնարավոր չի հասնել, այն մյուս կողմից ամեն ինչ հանձնել է թվում եւ մեր պատմությունը։ Այո, մեր ամեն ինչը մենք պետք է պատմությունից եւ այո, մենք պետք է մի հատ մեզ թափ տան, ուշքի գանք, մենք խոր ազգային ինքնության ճգնաժամի մեջ ենք։ Մեր մոտ ինքնության ճգնաժամը, մենք պետք է մի հատ վերագտնենք մեզ, հասկանանք որն է մեր նպատակը, մեր տեսլականը, գոնե այս պայդրությամբ, համազգային ասպես, որոշենք ամբողջ ազգով, որոշենք, որ մենք այս ուղղությամբ ենք գնալ, ինչը երբեք չենք արել։ Պետություն չենք ունեցել, դա էլ է խնդիրը, բայց մենք արդեն 35 տարուց ավել ունենք շարունակական անկախ պետություն ու սա շատ լավ հիմք է շարունակական ու հավերժ դարձնելու այդ բանը ու գնալով արդեն խնդիրները իրենք իրենց էլ կլուծվեն, հանրությունը ինչքան նոր սերունդներ կան, իրենք ավելի դժվար են համակերպվելու այն մտքեր, որ մենք կարող ենք հանկարծ ու անկախություն չունենալ, իրենք էլ չեն զիջելու, որովհետև եկեք խոստովանենք, մեր մեծ քաղաքական գործիչներից շատերը պատրաստ են զիջել, պատրաստ են ու մեծ հաճույքով կզիջեն։ Ես անգամ ես ասեմ, իրենք ցամար, պես չէ, չգիտեմ, մի մասը վիլայետ որպես կապրի, մի մասը որպես գուբերնիա կապրի, ա թագավորի նման կապրեն, ինչ ա եղել։ Ինչ տարբերություն Հայաստանը կոչվում, Էրմենիստանը, չգիտեմ եւ այլն։ Այստեղ խնդիրը ո՞րն է մեր, որ պրագմատիկ, հաշվարկված Հայաստանը հայակենտրոն քաղաքականություն վարելով դուք հո շարունակականությունն ապահովես այս պահի դրությամբ մենք այս ռեսուրս ունենք, այս տարածք ունենք, աշխատում ենք դրա վրա, բայց համաշխարհային քարտեզը, աշխարհի քարտեզը երբեք չի եղել ստատիկ, երբեք չի լինելու ստատիկ, ինքը միշտ դինամիկա ու մենք պետք է միշտ ատամները սեղմած սպասենք հարմար պահերի։ Այդին պրագմատիկ մոտեցումն է, այսօր ասում նո պատերազմի հրձիկ եւ այլն, ռևանշիստ եւ այլն, ոչ, ես պարզապես շատ պրագմատիկ եմ նայում բաներին, օրինակ նույն այդ քաղաքականությունը վարեց Ալիևը, հույակապը իրականացրեց ու ինքը կարծում եմ Ադրբեջանի պատմության մեջ համենայն դեպս մնաց, այո, не то чтобы Նիկոլն էլ մնաց Հայաստանի պատմության մեջ, բայց ինքը երբեք չի հիշատակվելու որպես դրական կերպար, երբեք ու ոչ մի պարագայում։ Շնորհակալություն Սամվելյան, ես այդ պրագմատիզմին ամբողջությամբ կողմ եմ, ես գիտեմ, որ մենք եղել ենք, կանք, լինելու ենք, եւ ես անկեղծորեն ուզում եմ, որ մենք իսկապես ունենանք այն մասշտաբի մտածողության էլիտաներ հաջորդ սերնդին, որտեղ մեզանից արդեն ոնց որ թե
լավ բան չի ստացվում, ասում մենք վերջի բանն ենք տալու, վերջի բույն ենք տալու այս ընտրություններին, հաջորդը դուք եք լինելու, ես անկեղծորեն մեծ հույսեր ունեմ, որովհետև դուք այն հաջորդ սերունդն եք, որին հանգիստ խղճով կարելի է հանձնել պետությունը այսպես պահպանություն, հա, պաշտպանություն։ Հուսանք։ Մենք ձեզանից իհարկե դուք հետ Արցախյան շարժումը սկսեցիք, կարողացաք պահել, ծանրություն ընկավ մեր վրա իհարկե պատերազմի տեսքով, բայց մենք շատ երիտասարդ էինք, հարցերը ուրիշ բան, մենք պատերազմի դաշտում փորձեցինք հարցը լուծել, բայց չգիտեմ ինչպես, չգիտեմ ոնց դավաճանություն էր, ապիկարություն էր, ոնց որ մեր մեջքից հարված ստացանք ու այս իրավիճակին դա էլ կհաղթահարվի։ դա էլ դաս էր իրականում այս սերնդին։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։